Աստված իրականում հոգատար Աստված է, Աստված սրտացավ Աստված է, Աստված խնամակալ Աստված է։ Երբ որ մեր կյանքերում ինչ որ մի բան տեղի է ունենում, մենք միշտ անհանգստանում ենք, միշտ տրտմում ենք, սկսում ենք բողոքել, չէ՞։ Աստված իմ ինչի է այս իրավիճակը այսպես, ինչի սենց տեղի ունեցավ, ինչի է սենց տեղի ունեցավ։ Ու մենք միշտ տրտնջում ենք ու չճանաչելով Աստծուն բողոք ենք ներկայացնում առ Աստված, բայց Աստված իրականում սրտացավ Աստված է եւ հոգատար։ Ինչ էլ որ տեղի է ունենում, Աստծո խոսքն ասում է իր զավակների համար Աստված չարը բարիին գործակից է անում։ Չարը բարիին գործակից անելը նշանակում է, եթե ինչ որ մի բան այնպես չի, ինչ որ մի տհաճ իրադարձություն է տեղի ունեցել, եթե դու վստահում ես Աստծուն, եթե դու պատկանում ես Աստծուն, եթե դու քո կյանքը ընծայել ես Տիրոջը, ապա Աստված այդ չար բանը, այդ խնդիրը բարիին գործակից է անելու։ Աստված իրականում շատ սրտացավ ու հոգատար հայր է։ Ու ես ասում եմ, աշխարհը իրականում կառուցում է իր կյանքը, աշխարհիկ մարդը իր կյանքը կառուցում է աշխարհի այդ պրինցիպների վրա։ Պրինցիպներ հայերեն գիտեք, չէ՞, սկզբունքներ։ Կառուցում է այդ սկզբունքների վրա ու ասում է ինչքան ամուր լինեմ, ինչքան չկոտրվեմ, ինչքան սենց համառ լինեմ, այնքան ինձ կհարգեն, այնքան ես լավ տեղ կզբաղեցնեմ կյանքում, շատերի կյանքում կդառնամ հեղինակություն, բայց գիտեք մարդկային այդ ինքնավստահության, մարդկային այդ հպարտության ու մարդկային այդ համառության վերջը կործանումն է։ Իսկ Աստված չի ուզում, որ մենք կործանվենք։ Գիտեք, մարդ կամ երկու ոտը մտցնում է մի կոշիկ, երկու ոտը մտցնում է մի կոշիկ, հերիք չի, այն երկու կոշիկների մեջ էլ սխմում է մեկը, իր այն հակառակության ու համառության պատճառով երկու ոտը մի կոշիկ է մտցնում, ասում է ոչինչ, թող ցավա, բայց ես միջև վերջ իմ համառությունը առաջ պիտի տանեմ։ Ու չի հասկանում, որ սիրելիս, դա տանում է կործանում, որովհետև գրված է Աստվածաշնչում, որ առակացում ասում է կործանումից առաջ գնում է ինչը։ Պարտությունը, հպարտությունը, ամեն։ Կործանումից առաջ գնում է հպարտությունը։ Եկեք համաձայնվենք, որ մինչև Աստծուն ճանաչելը մենք բոլորս էլ այդ աշխարհի հատկանիշներով օժտված ենք եղել։ Մենք բոլորս էլ եղել ենք հպարտ, ոչինչ, որ սենց երես եմ ասում, հո չեք նեղվում, որ ինձ էլ ձեր հետ եմ ասում։ Ախ, բոլորս ենք եղել հպարտ, համառ, մեր ասածին ու փառք Տիրոջը, Աստծո են սրտացավության ու հոգատարության համար։ Որովհետև եթե չլիներ Աստծո սրտացավությունը, հոգատարությունը, խնամակալությունը, մենք այսօր այստեղ չէինք լինի, որովհետև ոչ թե մենք ընտրեցինք Աստծուն, այլ Աստված ընտրեց մեզ։ Աստված գտավ մեզ, մենք չորոնեցինք Աստծուն, այլ Աստված մեզ գտավ ու սրտացավորեն վերցրեց ու մեր այդ կործանում տանող հպարտությունը, որը տանում է դեպի կործանում, որը տանում է դեպի խնդիրներ, Աստված վերցրեց ու այդ չարը բարին գործակից արեց։ Այսօր ուզում եմ խոսեմ մի փոքր սրտացավությունից։ Իրականում սրտացավությունը եւ կան չէ սրտացավ մարդիկ։ Մարդիկ ում սիրտը ցավում է ուրիշների համար, հոգատանում, խնամքատանում, սրտացավությունը իրականում նշանակում է լինել հոգատար։ Ինքը արտահայտվում է մեր գործողությունների մեջ։ Անես չի զանգում, ասում ես, գիտես, ես ինչ սրտացավ եմ քո համար, բայց ոչ մի գործողություն չկա։ Սրտացավությունը դա իրականում գործողություն է, որի հետևում կանգնած է հոգատարությունը, խնամակալությունը, ողորմությունը, գթասիրտ լինելը, հա? Սրանք Աստծո գերագույն հատկանիշներն են, որոնք պիտի լինեն մարդու սրտի մեջ, մարդու կյանքի մեջ, մարդու գործերի մեջ։ Դրանք դրդապատճառներ են, որպեսզի մարդը գործելով, իր գործերով ցույց տա Տիրոջ փառքը։ Թե չեն չի բարերով ասում են ու վերջ։ Բայց այս հատկանիշները ոչ բոլոր ունեն, սիրելիս։ Այդ հատկանիշները ամեն մարդու մեջ չի որ կա։
ու չկա հերիք չի, համաձայնեք, շատերն էլ ուզում են, որ իրանց նկատմամբ այսպես վերաբերմունք դրսևորվի։ Այսինքն շատերը չէ, բոլորը։ Ով է ուզում, որ դու սիրում ես, չէ, որ քեզ ժպտան, հոգ տանեն, ողորմած լինեն, սրտացավ լինեն, հոգան քո կարիքները, ինչ որ միտեղ էլ գթասիրտ լինեն։ Ով է ուզում, որ իր նկատմամբ այտենց լինեն։ Արդյոք դու չես սիրում, որ քեզ ժպտում են, քո համար հոգ են տանում, սրտացավ են լինում։ Սիրում ես, գիտեմ, որ սիրում ես։ Այդ տեսակ մարդիկ հավատա, որ քեզ համար դառնում են հարազատ ու հեղինակավոր մարդիկ։ Ուզում ես միշտ զանգես, հետները խոսաս, լսես, միշտ լսես իրանց այն հոգատար, խնամակալ այն վերաբերմունքը, հա, դրսևորվի քո նկատմամբ, բայց համաձայնվի, որ կան չէ մեր կյանքում, բոլորիս կյանքում այտենց մարդիկ, որ սրտացավ են, հոգատար են, զանգում են, հարցնում են, ոնց ես, ինչ ես, ինչ որ միտեղ էլ խնամք են տանում, ինչ որ մի սխալ ես գործում, ողորմած են գտնվում։ Կան այտենց մարդիկ մեր կյանքում իրականում։ Բայց մի հատ հարց եմ ուզում տամ։ Կա մարդ, որ այտենց մարդու գիտի ու աչքից ընկել է այդ մարդը։ Գիտեք ինչի, որովհետև սրտացավ, հոգատար, ողորմած, գթասիրտ մարդիկ, այդ ողորմությունը ու սրտացավությունը Աստծուց է գալիս, դա Աստծո հատկանիշներն են, որ մարդու մեջ կա, ու մարդը երբ որ այդ կողմից է սկսում դրսևորել ինչ որ մեկի նկատմամբ իր գործողությունը, համաձայնվեք, որ նաև ինչ որ տեղել կարա լինի հանդիմանություն, ինչ որ տեղել կարա լինի խրատ։ Բայց հենց այտենց մարդը խրատ է, մի հատ խրատական խոսք է ասում կամ հանդիմանական խոսք է ասում, հավատա, որ նեղվում ես։ Հանդիմանությունը հենց լավ բան չի, որ միշտ քեզ ասում են։ Այն մարդ ոչինչ, այնքան լավ է, որ այս մարդու մոտ մենակ ողորմած այս ու հոգատար այս բնավորության գծերը դրսևորվեն։ Թող ինձ ոչ մեկ չասի։ Ու տենց մարդիկ մեկ էլ տենում ես նեղվում են, վիրավորվում են, ու են հարազատ, ու են հոգատար, ու են սրտացավ մարդը, որ իր համար հեղինակություն էր, մեկ էլ տեսնում ես աչքից ընկավ։ Որովհետև երբեք չես ուզում, որ քո անձնական տարածք ինչ որ մեկը ներխուժի։ Որովհետև դու ունես քո անձնական կառույցը կյանքի նկատմամբ, քո անձնական պատկերացումը եւ քո անձնական ոլորտը, որի մեջ դու ոչ մեկին չես թողում։ Դու դրանով ապրում ես։ Դու այդպես ես տեսնում ու այդպես ես կառուցում, բայց այդտեղ կան հիմքեր, որոնք կարան սխալ լինեն, սիրելիս։ Այդտեղ կան հիմքեր, որը տենց էլ աշխարհի այդ սխալ դրսևորումներով եկել ես ու շարունակում ես ու մի հատ այսպես պարիսպես քո շուրջ բոլորը կառուցել։ Լավ բաները ընդունում ես, բայց հանդիմանությունը չէ։ Իսկ միգուցե այդ հանդիմանությունը հենց Աստծուց է, որ ինչ որ բաներ կա թողնես։ Գիտես, այդ մարդը, որ քեզ ինչ որ բանում ասում է, փորձում է ուղղել, հանդիմանել, խրատական խոսք ասում, դու չես էլ պատկերացնում, որ դա գալիս է սրտացավությունից, որ չի ուզում այդ մարդը տեսնի քո այդ իրավիճակը, որը տանում է դեպի կործանում, որը բերում է խայտառակություն։ Գիտես, միանգամից նեղանում են մարդիկ։ Ու մտածում ես, ասում ես, էլ արժի ես մարդուն ինչ որ մի խորհուրդ տաս։ Այտենց մարդուն էլ չես կարողանում խորհուրդ տաս։ Այտենց մարդու հետ էլ չի լինում զրուցել, որովհետև ինքը այդ սահմանները փակում է։ Всё, վերջ։ Ինքը իր պատկերացումն ունի կյանքի նկատմամբ ու իրան թվում է, թե ինքը ճիշտ է։ Իրան պետք է մենակ գովաս։ Սիրելիս, այդ սրտացավ մարդը չի ուզում քեզ խայտառակված տեսնի։ Ամբողջ մարդկությունը գտնվելով այդ իրավիճակների մեջ, Աստված սրտացավությունից, հոգատար լինելուց, խնամակալ լինելուց, ողորմած լինելով Աստված
որոշեց մի օր մարդկության համար փրկության ծրագիր կառուցի։ Մարգարեությունների մեջ Միքեյան 7:7-ում գրում է. Այդ այն դժվար տարիներն է, դժվար խնդիրներով լցված այդ հրյա ժողովուրդը խնդիրների մեջ ու Միքեյան գրում է, բայց ես Տիրոջը կսպասեմ եւ կհուսամ իմ փրկության Աստծուն, ինձ պիտի լսի իմ Աստված։ Ու Միքեյան Մարգարեանում ասում է, գիտեք, այս տառապանքի մեջ, մեղքի մեջ, խնդիրների մեջ, այս խնդիրներով լցված կյանքի մեջ ես իմ հույսը դնում եմ Աստծո վրա, Աստծուն կսպասեմ, իմ փրկության Աստծուն։ Մարգարեական մի խոսք, որը հույս է տալիս։ Կգա ժամանակ, ես սպասում եմ իմ խնդիրների մեջ անգամ, ես չեմ ուզում թևերս թուլացնեմ ու հուսահատվեմ, ես սպասում եմ իմ Աստծուն, նրանից է իմ փրկությունը։ Ասում են, ինձ պիտի լսի իմ Աստված։ Դու գիտես, որ քո ամեն մի խոսքը, քո ներսում ամեն մի տառապանք ու հառաչանք Աստծուն լսելի է, սիրելիս։ Եթե իհարկե ուղղված է ճիշտ հասցեով, որովհետև կան տառապանքի հառաչանքներ, մեկ-մեկ, որը ավելի շատ հակառակություն է, ավելի շատ բողոք է, ավելի շատ տրտմություն է, քան դիմել դեպի Աստծուն։ Եվ Միքեայի մարգարեությունից շատ չանցած Եսայի մարգարեն գրում է 9-րդ գլխում 2-րդ խոսքը, ասում է, խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան ստվերի երկրումը բնակվողների վրա լույս ծագեց։ Աստծո ծրագիրը դարձավ իրականություն մեր մարդկության համար։ Աստծո ծրագիրը դարձավ իրականություն մեր փրկության համար, սիրելիս։ Ու այսօր ես ու դու ունենք փրկություն, փրկության ճանապարհ, փրկության ձեռքը մեկնված երևից դեպի մեզ, եթե դու մեկնես քո ձեռքը դեպի փրկողը, դեպի այն սրտացավ Աստվածը, այն հոգատար Աստվածը, որ ամեն բան թողած իմ ու քո սրտի են աղոթքն ու հառաչանքը լսելով մեկնեց իր ձեռքը դեպի մեզ, որ փրկվենք, որ չկործանվենք, սիրելիս։ Ասում է, խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Եկեք մի պահի հետ դառնանք ու նայենք մեր կյանքին։ Արդյոք դու գնում ես լույսի մեջ, թե խավարի մեջ ես ապրել մինչև Աստծուն ճանաչելը։ Նայի քո անցած կյանքին։ Ու հələ փորձի զուգահեռներ անցկացնես։ Արդյոք խավարի մեջ չէին գնում։ Արդյոք մեր կյանքը լցված չէր խավարի գործերով։ Բայց Տիրոջը ճանաչելուց հետո լույս ծագեց մեր մտքի, մեր սրտի, մեր կյանքի մեջ, ու այդ լույսը լուսավորելով այդ խավարից մեզ տանում է դեպի փրկություն։ Դա Տիրոջ խոսքի լույսն է, սիրելիս։ Հիսուս Քրիստոսի միջոցով եկավ այդ փրկությունը, եկավ այդ լույսը, եկավ այդ Աստծո գերբնական փրկության զորությունը, ու այդ ձեռքը մեկնվեց դեպի մեզ։ Մնում է, որ մենք բռնենք այդ ձեռքը։ Հիսուսը եկավ երկնքից, Հիսուսը եկավ այս մեղավոր խավար երկիր, մարդկության մեջ, որպես լույս, որպես փրկություն, որպես փրկության զորություն, ինչ էր անում Հիսուսը։ Հիսուսը ցույց էր տալի Աստծո սրտացավությունն ու հոգատարությունը, բժշկություններ էր անում, մահացած մարդկանց հարություն էր տալիս, կորած, կործանված մարդկանց փրկության խոսք էր խոսում, բարի լուրն ու ավետարանն էր տարածում։ Գիտեք, մարդկության համար դա մի նորություն էր, դա այնպիսի մի բան էր, որ երբևիցե չէր եղել ու չէր կարա լիներ, որովհետև երբեք չէին տեսել այդպիսի բան։ Ու Հիսուս Քրիստոսը, լինելով Աստված, մարդկային մարմնում մարմնացավ, եկավ աշխարհ ու մարդկանց սկսեց դեպի փրկությունը տանել այդ խավարից։ Ինչ եք կարծում։
Եկեք կարդանք ավետարանները ու կտեսնենք, որ մարդկության բազմություններ էին գնում նրա հետևից։ Բազմություններ, խելագարի պես, ուզում էին նրան թագավոր ընտրեն, ասում էին, որ դու Աստծո որդին ես։ Ինչ եք կարծում։ Հիսուսը խնդիր չէր ունենում այդ մարդկանց հետ։ Այդ մարդիկ խնդիր չէին ունենում Հիսուսի հետ։ Թե այնպիսի մի տպավորություն է, որ երբեք Հիսուսը խնդիր չի ունեցել մարդկանց հետ։ Ինքը միշտ անենց նուրբ էր, անենց մեղմ էր, անենց հանգիստ էր մարդկանց հետ վարվում, որ մարդիկ հալվում էին ու գնում էին նրա ետևից։ Սիրելիներս, Հիսուսը ավելի լուրջ խնդիրներ էր ունենում, քան այսօր ես ու դու։ Հիսուսը խոսում էր շատ սուր, շատ կտրուկ, շատ խիստ, շատ հանդիմանական, եւ շատերը գայթակղվում էին Հիսուսից։ Շատերը գնում էին Հիսուսից։ Լինելով Աստծո որդին, մարդիկ գայթակղվում ու հեռանում էին նրանից։ Ու ասեմ ավելին, ինչ եք կարծում, եթե Հիսուսը ամեն մի մարդու ու ամեն մի մեղքի կոմպրոմիսի գնար, ինչ կլիներ մեր վիճակը։ Արդյոք այսօր մենք կունենայինք քրիստոնեական սուրբ հիմքեր, որոնց վրա կառուցվում է քրիստոնեական կյանքը։ Արդյոք այսօր մի փրկվող անգամ կլիներ, եթե Քրիստոսը կոմպրոմիսի գնար մեղքին ու մարդկանց սխալ արարքներին։ Իսկ այսօր մարդիկ ուզում են, որ իրանց արածներին կոմպրոմիսի գնաս, իրանց սխալները ողորմած լինես, իրանց նկատմամբ գթասիրտ ու սրտացավ լինես։ Իսկ ինչի մի հատ հարց չենք տալիս։ Միգուցե այս հանդիմանությունը հենց սրտացավությունից է։ Միգուցե այս հանդիմանությունը հենց հոգատար, գթած, ողորմած լինելուց է, որ այդ մարդը չի ուզում քո կործանում։ Չէ՞ որ Հիսուս Քրիստոսը, երբ որ հանդիմանում էր, երբ որ խոսում էր, ինքը կյանքի կենաց խոսքն էր խոսում, որ այդ մարդկանց կյանքը փոխվի։ Ոնց ենք ընդունում մենք այսօր Քրիստոսի խոսքը։ Հիսուսի կյանքից մի փոքր դրվագ ուզում եմ ներկայացնեմ, թե ինչ խնդիրների առաջ էր կանգնում նաև Հիսուսը։ Բազմաթիվ խնդիրների առաջ, բազմաթիվ մարդկանց հետ կապված։ Միտեղ էլ, երբ որ գնում էին Հիսուսի հետևից, Հիսուսը մի լավ բան ասեց, լսեք, դուք իմ հետևից չեք գալի, որ իմ խոսքը վերցնեք։ Դուք իմ հետևից գալիս եք, որովհետև կերակրեցի, հրաշք տեսակ ձեր կյանքը փոխվեց, այսինքն ձեր ուզածը վերցնում եք ու գնում նորից շարունակում ձեր խավարի գործերը։ Ինչքանով ենք մենք վերջնականապես այս խավարի ճանապարհի մոստը այրել ու շրջվել ենք գնում ենք դեպի Հիսուսը։ Մենք ինչքանով ենք գնում այդ ճանապարհով։ Սիրելիս, ասում ենք հələ գործեր կա, հələ չավարտած բաներ կա, պրծնենք նոր։ Թանկագինս այդ ճանապարհում երբեք չի ավարտվում պրոբլեմներն ու հոգսերը, դու չես կարա դրանց հարցերը լուծես։ Արի այս մոստը վառենք, սենց մի հատ պատնեշ դնենք, որ այն կողմ էլ չնայենք ու սկսենք գնալ դեպի Տերը։ Ու Աստված սկսի քո կյանքը նորոգել։ Կլինի։ Աստված սրտացավ հոգատար հայր է։ Ինքը ինչ որ քեզ ասում է, ինքը ինչ որ բանի համար հանդիմանում ու խոսում է, իմ ու քո լավի համար ասում, որ մենք լավ լինենք։ Կիսատ, պրատ արահետներ չթողենք։ Այդ արահետները մեկը, եթե արահետ ես թողում, ասում ես մոստը պայթացրինք, բայց մի հատ կածան եմ թողել, կածան գիտեք, չէ՞ որ նա, արահետ։ Մի հատ կածան եմ թողել, այնքան որ մեկ-մեկ գնամ գամ։ Հովհաննեսի 6-րդ գլխում 54-ից մինչև 70 խոսքերը ընկած այդ տեղերից եմ կարդալու, լավ։ Հիսուսը մի կարևորագույն բան խոսեց ժողովրդին ու մեկ էլ տենում ենք ժողովուրդը վրդովվեց։ Հիսուսը ասաց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք եւ արյունը չխմեք, կյանք չեք ունենա ձեր անձերումը, որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ խմելիք է։ Իմ մարմինը ուտողը եւ արյունը խմողը մնում է ինձանում եւ ես նրանում։ Սա է երկնային հացը, այս հացը ուտողը հավիտենական կապրի։ Եվ նրա աշակերտներից շատերը, որ լսեցին,
ասեցին. խիստ է այդ բանը, ով կարող է լսել այդ ամենը, բայց երբ որ Հիսուսը իմացավ իր սրտումը, թե իր աշակերտները տրտնջում էին, նրանց ասաց. դա գայթակղություն է ձեզ համար։ Հոգին է կենթանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չի տալիս։ Այն բանը, որ ես ձեզ հետ խոսեցի, հոգի է եւ կյանք։ Սրանից հետո նրա աշակերտներից շատերը ետ գնացին եւ այլևս ման չէին գալիս նրա հետ, ու էլ չեկան Հիսուսի մոտ։ Հիսուսն էլ ասաց այն 12-ին. միթե դուք եք ուզում գնալ։ Հիշում եք մի տեղ ասեց ուզում եք գնաք, դուք էլ գնացեք։ Սիրելիներս, մեր կամակորության, մեր համառության ու մեր հակառակության պատճառով Աստծո խոսքը չի փոխում իր զորությունն ու սրբությունը։ Աստծո խոսքը մնում է հաստատուն։ Ի՞նչն է փոխվում։ Մենք վերցնում ենք մեր հակառակությունը, համառությունը, կամակորությունը ու շրջվում ենք ու այդ հպարտությամբ նորից ետ ենք գնում այդ արահետով, այդ կածանով հետ ենք գնում մեր խնդիրները դեպի խավարը։ Հիսուս Քրիստոսն ասեց. մարմինը այդքան էլ օգուտ չունի, բայց շատ կարևոր է ձեզ համար երկնային այն կերակուրը, որը կենթանի կերակուրը, դա Աստծո խոսքն է, դա ես եմ, որ եկել եմ ու խոսում եմ ձեզ։ Եվ եթե մեկը այս կերակուրը ուտի, Աստծո խոսքը որպես կերակուր սնվի սրանով, նա հավիտենական կյանք ունի։ Եվ եթե մեկը այս արյունը խմի, Հիսուսը չի ասում գնացեք հում միս ու արուն կերեք, սիրելիներս, երբ որ մենք կարդում ենք Աստվածաշունչը, հասկանում ենք արյան ու հացի խորհուրդը որն է, որ այդ արյան զորությունով Հիսուս Քրիստոսի թափած արյան զորությունով ես եւ դու սրբվեցինք ու մաքրվեցինք ու ամեն անեծքները քանդվեցին մեր կյանքում։ Եվ այդ արունը չենք խմում, այլ այդ արյան հետ հաղորդակցվում ենք, հասկանալով, որ այդ արյան շնորհիվ է մեր փրկությունը։ Հիսուս Քրիստոսը կարևոր բան խոսեց, բայց գրված է նրա աշակերտներից շատերը թողեցին ու գնացին։ Իհարկե, երբ որ կարդանք ավետարանները, կտեսնենք, որ 12-ը չէին աշակերտները, շատ էին, 100 անց, բայց տեսնում ենք, որ մնացին գոնե այս 12-ը։ Այս 12-ին էլ ասեց. լսեք, եթե ուզում եք գնաք, եթե ձեր համար գայթակղություն է իմ ճշմարիտ խոսքը, եթե իմ հանդիմանությունը ձեզ համար գայթակղություն է, ասեմ, որ սա սրտացավությունից է, ձեր օգտի համար է։ Բայց եթե ուզում եք գնաք, դուք գիտեք, կարող եք դուք էլ գնալ։ Տեսել եք մարդկանց, որ հարցնում ես, ինչ տարիքի ես։ Ու այդ մարդը ասում է, այ մարդ տեսքիս մի նայի, տարիքիս չնայես, ես հոգով 16 տարեկան եմ։ Տեսել եք այտենց մարդկանց։ Տարեց մարդը արդեն սպիտակ, չալիկով է մանգալի։ Բայց որ հարցնում ես, ասում է դու չալիկին մի նայի, ես 16 տարեկան եմ հոգով, ասում ես ջան, երիտասարդ։ Բայց ցավոք սրտի սիրելիներս, մեկ հանդիպում ես այնպես տարեց մարդկանց, որ ոչ միայն հոգով են 16, այլ մտովել են հələ 16 տարեկանի պես մտածում։ Մնացել են 16 տարեկանի տուրվենի վրա են մնացել։ Հա, դրանից առաջ չեն գնացել։ Մարմինը աճել է, բայց ընդ միտքն ու հոգին իջե դառը 16։ Զարմանում ես, ասում ես, էս ինչ հետաքրքիր էս մարդու մոտ մուտացիա է տեղի ունեցել։ Խոսալը, վարքը, ձևը, դրսևորումը հեչ իր տարիքին չի համապատասխանում։ Ու զարմանում ես մեկ։ Այտենց էլ չի հասունացել այդ մարդը։ Այտենց էլ մնացել են այդ տարիքին։ Բայց իրականում, որ նայում ես, ասում ես, սիրելիս, ժամանակն է հները թողես, ժամանակն է այդ խավարի մեջից դուրս գաս ու Աստծո խոսքով սնվելով մի քիչ բոյ քաշես, հասակ առնես։ Փոփոխություն գա քո կյանքի մեջ, նորոգվես,
Ասեմ, որ նաև կա հոգևոր հասակ, սիրելիներս, կա հոգևոր մանկություն եւ կա հոգևոր հասունություն։ Ու դրա մասին Աստվածաշունչը խոսում է, ուզում է, որ մենք հոգևոր հասուն լինենք։ Հոգևոր հասակ առնենք։ Իրականում ժամանակն է, վերցնենք ամեն ինչ մեր ձեռքերի մեջ ու սկսենք մեր կյանքը ճիշտ կառուցել։ Հա? Կա ինստրուկցիա։ Մեկ-մեկ նայում ես մարդը ավտոն առնում է առանց ինստրուկցիան կարդալու կամ հեռուստացույց առնում, առանց ինստրուկցիան կարդալու սկսում, որ լարը որդ է համապատասխանի, չհամապատասխանի, միացնում պուլտի վրա եսի մինչեր անում, հետո բլոկ անգնում այդ հեռուստացույցը կամ վառվում։ Նույնն էլ մեր կյանքն է։ Որ շնորհը որդ է ասես մտցնում ենք, ինչ ասես անում ենք, հետո էլ մեր կյանքը փչանում է, ասում ենք ընչի ասենց։ Ժամանակն է իրականում վերցնենք Աստվածաշունչը, որը մեր կյանքի կարևորագույն ուղեցույցն է։ Ու սկսենք դրա Աստծո խոսքի վրա կառուցել մեր կյանքը։ Ամեն։ Պողոս առաքյալը խոսում է քրիստոնյաների մասին։ Եբրայեցիների 5-րդ գլուխ 12-ից 14 խոսքերը։ Ինչ ասում, ասում է, որովհետև ժամանակին նայելով պիտի վարդապետ լինեիք։ Կրկին կարոտ եք Աստծո խոսքի առաջին կաթին եւ ոչ թե հաստատ կերակուրի։ Պողոս առաքյալը նայում է քրիստոնյաների արդեն մի քանի տարի Աստծո մեջ են, եկեղեցի են գալի գնում, լսում են Աստծո խոսքը, նայում ասում է, ժողովուրդ, որ ժամանակին նայում եմ, ախր դուք պիտի արդեն վարդապետներ լինեիք, դուք պիտի արդեն ծառայողներ լինեիք, դուք պիտի արդեն Աստծո խոսքով, այսպես այդ կրակով վառված տարածեիք այդ խոսքը, ու ձեր կյանքն էլ փոխվեր։ Ասում եմ, բայց որ նայում եմ ժամանակին ու ձեր պահվածքին տեսնում եմ, որ դուք հլը ձգտում եք Աստծո խոսքի են առաջի կաթին։ Առաջի կաթը գիտեք որն է։ Այն որ նորածին երեխուն կաթ են տալի։ Նորածին երեխուն կաթ են տալի, որ այն առաջի կաթն է տալիս ես, մի քանի ամիս տալիս ես, որ այդ երեխեն չի կարա ուրիշ կերակուր ուտի։ Կոշտ կերակուր չի կարում ուտի, այդ առաջի կաթն է ուտում։ Ու տեսնում ես քրիստոնյաներ արդեն 5 տարի Աստծո մեջ ու հələ խոսում ես թե ինչ է փրկությունը, թե ինչ արեց Հիսուս Քրիստոսը եւ թե ով է Աստված։ Ու զարմանում ես։ Ասում եմ, որովհետեւ ժամանակին նայելով պիտի վարդապետներ լինեիք, կրկին կարոտ եք Աստծո խոսքի առաջին կաթին եւ ոչ թե հաստատ կերակուրի։ Իսկ ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարության խոսքին, որովհետև երեխա է։ Ասում եմ, հոգևոր մանուկներ եք մնացել, հոգևոր երեխեք եք, բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը, որոնց զգայարանները վարժված եւ կրթված են բարին եւ չարը գիտենալու։ Ինձ ով կհիշեցնի դրախտում ինչ ծառեր։ Եվ այն ինչ ծառեր, չարն ու բարի գիտության ծառը, հիշում եք։ Եվան կերավ, Ադամը կերավ, հիմա էլ մեր հերթն է։ Կզարմանաս, չէ, բայց Աստված յուրահատուկ մի բան, այդ կենաց ծառի, չարի ու բարու գիտության ծառի այդ պտուղը դրել է մեր առջև։ Ինչ է ասում, ասում է, իսկ ով որ կաթնակեր է, անհմուտ է արդարության խոսքին, որովհետև երեխա է, 14-րդ խոսք, բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը, որոնց զգայարանները վարժված եւ կրթված են բարին եւ չարը գիտենալու։ Ինչի շնորհիվ։ Աստծո խոսքի շնորհիվ։ Այսօր աշխարհում անենց չարն ու բարին լավ զանազանում են։ Ամեն մեկը գիտի որն է իր համար լավ, որն է իր համար չար, առանց Աստծո խոսքը իմանալու։ Մենք չենք հասկանում, որ աշխարհի այդ չարն ու բարու զանազանությունը դա հեչ կապ չունի արդարության ու ճշմարտության հետ։ Առնվազն ոնց որ ասած, գիտես, խավարի մեջ մի հատ փոքր թույլ խավար ենք ման գալու, ասում ենք այնի լավն է, այս մի խավարը լավը չի։ Խավարի մեջ բոլորը խավար է ու խավարի մեջ բոլոր գործերն էլ մեղք է։ Միակ ճշմարիտ լույսը, խոսքը, փրկությունը եւ զորությունը Տիրոջ խոսքի մեջ է։
եթե ուզում ես իրականում կյանքդ լուսավորվի, եթե ուզում ես իրականում կյանքդ նորոգվի, ապա Աստծո խոսքն է, միակը, անկրկնելին, որի շնորհիվ քո բոլոր խնդիրներն ու հոգսերը կարան քանդվեն ու դրա փոխարեն Տիրոջ օրհնությունը գա ու բժշկի քեզ, բժշկի քո կյանքը, բժշկի քո մտածելակերպը։ Առաջին Պետրոս 2:3-ում գրված է. Եթե ճանաչել եք, երրորդ խոսքն եմ կարդում, ասում է, եթե ճանաչել եք, որ Տերը քաղցր է, եթե ճանաչել ենք, որ Տերը քաղցր է, ու կշարունակեմ հիմա, ճաշակել ենք, չէ, Տիրոջ քաղցրությունը, ստեղ կան մարդիկ, որ վայելում են Տիրոջ քաղցրությունը, ճաշակել եք, հրաշք եք տեսել, Տիրոջ ներկայությունն եք զգացել ձեր կյանքում, կան, չէ, ասում է, եթե ճաշակել եք Տիրոջ քաղցրությունը ու շարունակեմ առաջի խոսքից ուրեմն, եկեք դեն գցենք ամեն չարություն և ամեն խաբեությունը և կեղծավորությունը և նախանձը և ամեն չարախոսությունը և ինչ է ասում, եթե ճաշակել եք դուք ձեր կյանքում Տիրոջ քաղցրությունը, սիրելիներս, ապա ինչ տեղ ունի մեր մեջ կեղծավորություն, խաբեություն, չարություն, ինչ տեղ ունի։ Ժամանակն է, որ վերանայենք, մենք ճաշակել ենք Տիրոջ քաղցրությունն ու ներկայությունը, մենք ճաշակել ենք Տիրոջ հրաշքները, նշանակում է ժամանակն է, կա բաներ, որոնք պետք է դեն գցենք, որոնց չպետք է նայենք հենց այնպես, այլ եկեք մեզանից է կախված, մնամ դրանում, թե դեն գցեմ։ Արդեն ստեղ գալիս է մի իրավիճակ, որ մենք պիտի դնենք կշեռքին և սկսենք հասկանալ, որն է ինձ համար ավելի թանկ։ Տիրոջ քաղցրությունը, Տիրոջ ներկայությունը, թե մի քանի հաճույքները, որոնք ինձ նորից քաշում են դեպի խավար։ Որն է ինձ համար ավելի կարևոր։ Թե այն բարկությունը, թե այն ստախոսությունը, կեղծավորությունը, որն է ինձ համար ավելի թանկ, Աստծո ներկայությունն ու քաղցրությունը, թե սրանք։ Դրա համար առաջի Պետրոսի 2-րդ գլխի առաջի հենց խոսքը ասում է, սիրելիս, քեզ ա տրված, դեն գցես։ Իրականում հələ եկեք վերանայենք, շատ ժամանակ այն որ ասում է Աստված թլպատել է, բայց մենք էլի բռնվել ենք։ Բաց թող։ Նշանակում է Տերը, որ ասում է մեր ուժերի մեջ է դեն գցենք։ Ամեն։ Ասում է ուրեմն դեն գցեք ամեն չարություն եւ ամեն խաբեություն եւ կեղծավորություն եւ նախանձ եւ ամեն չարախոսությունը եւ նորածին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կաթը, որ նրանով աճեք դեպի փրկություն։ Բանավոր կաթը Աստծո խոսքն է, որով մենք սնվելով աճում ենք ու հաստատվում ենք դեպի փրկություն։ Ամեն։ Սիրելիներս, մենք ծնվել մեծացել ենք չիմանալով Տիրոջ խոսքը։ Մեր ընտանիքներում, որ ասում եմ, միգուցե եւ կան ընտանիքներ, որտեղ խոսել են, բայց շատերի ընտանիքներում Աստծո խոսքը եղել է միայն գրքի տեսքով կամ նկարների տեսքով, ինչ որ մի անկյուն, որի մոտով անցել ենք, շատերս խաչակնքվել ենք ու նոր գնացել ենք, բայց կենթանի բանավոր կաթը, խոսքը երբեք մեր սրտերի մեջ չի մտել։ Բայց ասեմ սիրելիս, քեզ չի բժշկի այն հաբի տուփը, որը դրված է սեղանին ու դու չես օգտագործում։ Քեզ կբժշկի այն ոչ թե տուփը, այլ նրա մեջի պարունակությունը, որը դու կօգտագործես, կընդունես ներս։ Աստծո կենթանի խոսքը ամենագերագույն կյանքի հաբն է, որը օգտագործելով քո կյանքը կսկսի փոխվել սիրելիս։ Իհարկե խավարը միգուցե ինչ որ հիշողություններով կամ ինչ որ տպավորություններով դեռ մեզանում միգուցե մնացել է, հիշում ես, չեմ ուզում ասեմ նոստալգի, որովհետև լավ բաներն են նոստալգի, բայց մեկ-մեկ գալիս ասենց, թող չդառնա քեզ համար նոստալգի, թող չդառնա քեզ համար ինչ որ մի հիշողություն, որը միգուցե
քեզ նորից փորձում ատանի։ Եկեք այսօր թլպատենք ու գնահատենք մեր երկնային հոր այն սրտացավությունը, այն հոգատարությունը, այն խնամակալությունը, որ Տերը, այն ողորմությունը, որ Տերը Հիսուս Քրիստոսով մեր նկատմամբ արեց։ Եկեք բաց թողնենք մեր հպարտությունը, մեր մեծամտությունը, մեր ինքնասիրությունը, այս բառը, որ ասում եմ, ես խոսում եմ այն մեծամտության մասին, որ մենք մեզ ավելի շատ ենք սիրում, քան Աստծուն։ Եկեք դնենք Տիրոջ ոտքերի առաջ այդ ամեն բանը։ Եկեք թույլ տանք Տերը մեզանից իր պատկերով ու նմանության մի քաղցր բան ստեղծի, անուշ, որ քեզ տենան ուրախանան, որ քեզ տենան դառնաս օրինակ շատերի համար, որ քո ամեն մի վարքը ոչ թե դարձնի կռիվ, վիճաբանություն, այլ քո ամեն մի ներկայությունը այդ կռիվն ու վիճաբանությունը հանգցնի, ու դու դառնաս խաղաղության մարդ, ու դու դառնաս օրինակելի մարդ, ու դու դառնաս մեկը, որին Տերը վերևից կնայի ու կասի իմ սիրելի որդին, իմ սիրելի դուստրը, իմ քաղցր ու անուշ բալեքը, հլնայի ես ինչ են անում։ Մարդիկ էլ աշխարհի կնային կասեն, լսի դու ոնց որ տարօրինակ ելնես, օտար ելնես, ուրիշ ելնես, մեզանից է իրել, հիմա մերի նման չես, ինչ է տեղի ունեցել քեզ հետ։ Գիտես ինչ է տեղի ունեցել։ Տիրոջ ողորմությունն է իջել քեզ վրա։ Տիրոջ սրտացավությունն ու հոգատարությունը եկել է, որ Տերը փոխի մեզ։ Տերը փոխի մեզ իր կենթանի զորավոր խոսքով ու կենթանի կյանք տա մեզ։ Հռոմեացիների 13-րդ գլխում 11-ից 14-րդ խոսքերում գրված է այսպես. Եվ այս արեք, իմանալով ժամանակը, որ ժամն է արդեն քնից զարթնելու, որովհետև հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը, քան թե այն ժամանակ, որ հավատացինք։ Գիշերն անցավ, գնաց, եւ ցերեկը մոտեցել է։ Ուրեմն դեն գցեք խավարի գործերը եւ հագեք լույսի զենքերը, ինչպես ցերեկը, պարկեշտությամբ ման գանք, ոչ թե անառակությունով եւ արբեցողությունով եւ խառն անկողիններով, պղծություններով, ոչ հակառակությունով եւ ոչ նախանձով, բայց Տեր Հիսուս Քրիստոսին հագեք եւ մարմնի համար խնամք մի տարեք դեպի ցանկությունը, այլ եկեք մարմնի ցանկությունները դնենք մի կողմ, որովհետև ժամանակն արթնանալու սիրելիներս, ժամանակը մոտ է փրկության, ժամանակը մոտ է Հիսուսի գալուստի։ Միգուցե դու չես պատկերացնում, բայց ժամանակը արթնանալու հիմա է, որ դեն գցենք գիշերվա բոլոր գործերը ու հագնենք սիրելիս լույսի զենքերը։ Դու են լույսն ես, դու են աղն ես, դու են համն ու հոտն ես, որ պիտի քեզանից Աստծո բուրմունքը գա։ Բավական է, դեն գցենք։ Եվ 14-րդ խոսքն ասում է, բայց Տեր Հիսուս Քրիստոսին հագեք եւ մարմնի համար խնամք մի տարեք։ Եվ մի տեղ էլ կարդամ Հակոբոս 1:17-ից 18 խոսքերը։ Ասում է, ամեն բարի տուրք եւ ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում, լույսի հորիցը, որի մեջ ոչ մի փոփոխություն կամ դարձվածքի շուկ չկա։ Նա կամենալով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որ մենք նրա ստեղծագործության պտուղը լինենք։ Ահա թե ով ես դու սիրելիս։ Աստված կամենալով ծնեց մեզ, ստեղծեց մեզ որպես ճշմարտություն, իր ճշմարտության խոսքով, որպես լույս, որպեսզի մենք իր ստեղծագործության պտուղը լինենք։